Ասեմ, որ այն դիրքորոշումը, որ արդեն ձեզ հայտնի է, որ մենք ազգային ժողովում արդեն պաշտոնապես հայտարարել ենք, որ մենք այո ենք քվեարկելու սահմանադրության փոփոխությունների այս նախագծին, մեզ հեշտությամբ չի տրվել եւ նախքան այդ որոշումը մեր դիրքորոշումն արտահայտելու մենք բավականին լուրջ քննարկումներ ենք անցկացրել մեր տարածքային կազմակերպություններում։ Պետք է խոստովանեմ, որ դրանք եղել են թեժ քննարկումներ, դեմի եւ կողմի բավականին բուռն այսպես տարակարծություններ, սակայն ի վերջո, երբ հանդարտ մթնոլորտում մենք վերջնական տարբերակը կարողացանք ներկայացնել մեր կուսակցության անդամներին, ի վերջո դրական բարելավման միտումները գիտակցվեցին եւ այոյի կողմնակիցները կարծես թե վստահաբար համոզվեցին, որ շատ ավելի կարեւոր է իշխանությունների կողմից երկրի զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ բազմաթիվ ընդհանրապես երկրում բարեփոխումներին ընձեռված այս հնարավորությունը պետք է օգտագործենք արդյունավետ։ Ահա այսպիսի սպասումներով կուսակցության պաշտոնական դիրքորոշումը արդեն հայտարարվել է։ Սակայն ես ուզում եմ ասեմ, որ այնպես չէ, որ մենք երկրում առկա բոլոր հիմնախնդիրները պայմանավորում ենք հիմնականում գործող սահմանադրությամբ կամ բոլոր խնդիրների եւ հիմնախնդիրների լուծումը կապում ենք բացառապես ուրեմն նոր սահմանադրության ընդունման հետ։ Քավլիցի այդպես չէ, եւ մենք գիտենք, որ երկրում առկա խնդիրների մի մասը ունեն լուրջ քաղաքական արմատներ, մի մասն ունեն արդեն բարքերի հետևանք են, որ իսկ այդ բարքերը երկրում օրենքի օրինականության պակասի հետևանքով ստեղծված իրավիճակ է, եւ ինչպես ասում է ֆրանսիական ուրեմն փիլիսոփա Կլոդ Հելվեցիուսը, բարքերը բարեփոխելուց առաջ պետք է փոխենք օրենքները։ Իսկ դա առաջին հերթին վերաբերվում է երկրի հիմնական օրենքին։ Հավատացեք, եթե արդեն ժողովուրդը չի հավատում, որ այս երկրում իրավական առումով օրենսդրական ճանապարհներով կարող է պաշտպանել իր իրավունքները, վստահություն չկա արդարադատության նկատմամբ։ Իշխանությունների նկատմամբ այս գերլիազորությունների պայմաններում մարդը այս երկրում իրեն չի համարում երկրի տերը։ Մարդը այսօր իր հույսը չի կապում երկրի զարգացման ապագայի հետ։ Եվ ակնհայտ է, որ արտագաղթի այսպիսի տեմպերի, մարդու հավատի կորստի այսպիսի մակարդակի պայմաններում իշխանությունները պարտավոր էին նախաձեռնել լուրջ քայլեր եւ որպես այդ գործընթացներին համաչափ վերաբերմունք իշխանությունը իդեմս Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնեցին սահմանադրական բարեփոխումների այս փոփոխությունները։ Հաճախ հանրության մեջ կա այսպիսի հարցադրում, ի վերջո չկա հանրային պահանջ, ժողովուրդը բացարձակապես դրա կարիքը չի զգում եւ բնական է, սահմանադրությունը դա լուրջ երկրի պետական կառուցվածքին վերաբերվող, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերվող, պետական կառավարման մարմինների ձևավորման վերաբերվող բավականին լուրջ փաստաթուղթ է եւ սովորական քաղաքացին պարտավոր չէ սահմանադրական գիտելիքներ այդ դաշտում վերլուծի, հասկանա, իմանա խնդիրները, դրա քաղաքական կուսակցությունների, սահմանադրագետների, իրավաբանների եւ ինչու՞ չէ երկրի ճակատագով մտահոգ այն մտավոր վերնախավի խնդիրն է, որը ըստ էության այսօր պարտավոր է հավուր պատշաճի ժողովրդին ներկայացնել այն փոփոխությունները, որին հավատալով կամ չհավատալով ժողովուրդը կարտահայտի իր դիրքորոշումը։ Այսօր սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը կարծես թե վերածվել է այոյի եւ ոչի ճակատների այսպես մի պայքարի, եւ ես կարծում եմ, որ սա բոլորովին այն դեպքը չէ, որ մենք դուրս ենք եկել այս երկու բեբեռներով իրար դեմ, յուրաքանչյուրի խնդիրն է առաջին հերթին իր դիրքորոշումները ներկայացնել հանրությանը, ժողովրդին, եւ միայն ու միայն ժողովուրդը կորոշի այս սահմանադրական բարեփոխումներին ինքը հավատում է թե ոչ, այս սահմանադրական բարեփոխումներին ինքը կողմ է թե ոչ, եւ ինչպիսի որոշում է կայացվի ժողովուրդը, մենք պարտավոր ենք ընդունել առանց ավելորդ պարտությունների եւ հաղթանակների այսպես գնահատականների։ Սա առաջինը։ Հիմա մի քանի սկզբունքային հարցադրումներ, ինչու Բարգավաճ Հայաստանը կողմ քվեարկեց, սա կարծում եմ շատ կարևոր հարցադրում է։ Վստահաբար կարող եմ ասել, եթե մենք խոսում ենք փաստաթղթերի փոփոխությունների մասին, նախ պետք է խոսենք մայր փաստաթղթի մասին, ինչ էր իրենից ներկայացնում մայր փաստաթուղթը, որը ընդունվեց 1995 թվականին։ Անցել է քառորդ դար, եւ այդ քառորդ դար հետո
այսօր մենք երկրում չունենք ժողովրդավարության զարգացման հաստատուն հիմքեր։ Սա ամենակարևոր, ամենամեծ խնդիրներից մեկն է։ Ինչպես գիտեք, սահմանադրությունը եւ գործողը եւ ուրեմն առաջափոխություններով տարբերակը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, բայց բոլորս հստակ գիտենք, որ այս ամենը դեկլարատիվ հռչակագրի մակարդակով է եւ իրականում մենք այսօր շատ հեռու ենք եւ ժողովրդավարական եւ լիարժեք ինքնիշխան, ինչու՞ չէ նաեւ ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն համարվելուց։ Դա երկարատև գործընթաց է, դա շատ դժվար ճանապարհ է, բայց մենք պարտավոր ենք այդ ճանապարհն անցնել եւ այն այլընտրանք չունի։ Երկրորդ խնդիրը, որ մեզ համար շատ կարևոր է, նախորդ գործող սահմանադրության մեջ մարդու իրավունքների մի այնպիսի խառնաշփոթ էր, այդ սահմանադրության մեջ տարանջատված չէին մարդու հիմնական իրավունքները եւ սոցիալական իրավունքները։ Բնական է, որ 95 թվականի սահմանադրությունը դա հետխորհրդային առաջին սահմանադրությունն էր։ Իսկ մենք գիտենք, որ խորհրդային տարիներին մարդու համար այսպես ասած, ընդունելի, գերադասելի այդ համակարգի հարազատ սկզբունքները դա սոցիալական ընդգծված քաղաքականությունն էր, որ մարդակենտրոն էր, եւ այս սոցիալական քաղաքականության մեջ մարդը կարողանում էր իր բոլոր խնդիրների լուծումը կապել այդ պետության, ուրեմն եւ իր սոցիալական իրավունքների հետ։ Կային այսպիսի իրավունքներ, ինչպիսին էին ուրեմն անվճար կրթության իրավունքը, առողջության իրավունքը, հանգստի իրավունքը, եւ այս բոլորը մենք գիտենք, որ դրանք ընդհանրապես սոցիալական քաղաքականության առաջնորդող դրույթներ են, սակայն 2005 թվականի սահմանադրությամբ, ինչպես նախորդ սահմանադրությամբ, հիմնական իրավունքները, որը հիմնականում դրանք մարդու անըտարելի իրավունքներն են, դա կյանքի իրավունքն է, մարդու ազատության իրավունքն է, արժանապատվության իրավունքն է, օրենքի առաջ հավասարության իրավունքն է, ընտրական իրավունքները, սրանք մարդու անմիջական գործող իրավունքներն են, ահա այս խառնաշփոթը հիմնական իրավունքները տարանջատված չէր սոցիալական իրավունքներից։ Եվ քանի որ մարդու իրավունքները այս երկրում միշտ խաթարվում են, պետությունը այսպես էր մեկնաբանում, դե գիտեք, հնարավորություն չունեմ, չեմ կարող ապահովել։ Մարդու իրավունքների դաշտում էական փոփոխություններ, իշխանությունների տարանջատման հարցում էական փոփոխություններ, որը հստակորեն արդեն բացառում է մեկ քաղաքական ուժի գերիշխանությունը։ Երկրորդ ամենակարևորը չկար ուրեմն նախագահի ինստիտուտի եւ ազգային ժողովի ինստիտուտի միջև հակակշիռների որևիցե մեխանիզմ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ այդ խնդիրը չէր առաջանում։ Եթե ենթադրեինք, որ օրինակ ենթադրենք ազգային ժողովը մեծամասնություն լիներ ոչ թե հանրապետական, այլ մի այլ քաղաքական ուժ, ապա այդ ժամանակ որի իշխանություն էր լինելու ավելի գերակա, հանրապետության նախագահի թե ազգային ժողովի, այդ հարցը սահմանադրությամբ կարգավորված չէր եւ ըստ էության նույն իրավիճակներն առավ կառավարության հետ։ Եթե լինեին երկրի քաղաքականության հետ կապված հարցերի տարաձայնություններ, ապա կառավարության եւ նախագահի հետ տարաձայնությունները բոլորս էլ գիտենք, ի վերջո հանրապետության նախագահի որոշումը լինում էր վերջնական։ Այս ուրեմն փոփոխությունների շրջանում էապես բարձրացել է ազգային ժողովի դերը եւ քաղաքական կուսակցությունների դերը։ Քաղաքական ուրեմն հակակշիռների այն մեխանիզմը, որ առաջարկում է փոփոխություններում, ըստ էության էապես բարձրացնում է երկրում ընդդիմության դերը։ Այսօր քաղաքական բաժանարար գիծը քաղաքական դաշտում անցնում է ոչ թե ազգային ժողովի եւ կառավարության գործադիրի եւ օրենսդիրի միջև, այլ անցնում է ազգային ժողովի քաղաքական մեծամասնության եւ քաղաքական փոքրամասնության միջև։ Այլևս ընդդիմությունը այսպես դիտորդի կարգավիճակով չէ եւ նա ըստ էության մասնակցում է երկրի պետական կառավարման մարմինների ձևավորմանը եւ նրանց գործառույթների նկատմամբ որոշակի ուրեմն դիրքորոշում արտահայտելուն։ Միաժամանակ շատ կարեւորում եմ, որ ընդդիմության ամենակարևոր նվաճումներից մեկը այն էր, որ տեսեք, գործող կիսանախագահական համակարգի ժամանակ ամբողջ հանրության ուշադրությունը սևեռված էր լինում հիմնականում նախագահական ընտրություններ են։ Երկու ուղիղ մանդատով ընտրություններ կային, ազգային ժողովի ընտրություններ, ու հանրակրվեն չհաշված եւ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները եւ նախագահի ուրեմն ընտրությունը։ Մենք բոլորս գիտենք, որ անցած տարիներին անկախությունից եւ 3 նախագահական ընտրություններից հետո երկրում ըստ էության եղել են հետընտրական ճգնաժամեր, հանրությունը ամբողջ հասարակությունը ցնցումների եզրին կանգնեցող։ Ըստ էության մենք չենք կարողանում մեր գործող ընտրական համակարգով իրականացնենք այն ընտրությունը եւ ոչ միայն ընտրական համակարգով, այլ քաղաքական համակարգի այսպիսի գերիշխանության պայմաններում երկրում հնարավոր չի լինում անցկացնել ազատ ընտրություններ, ձևավորել ազգային ժողով, որով
ժողովրդի վստահության արժանանա, ինչպես նաև ուրեմն հանրապետության նախագահի ընտրությունը ամեն անգամ ընտրություններից հետո ժողովուրդը համարում է ոչ լեգիտիմ։ Սա շատ մեծ խնդիր էր ինչպես մեր երկրի արտաքին վարկանիշի համար, այնպես էլ երկրում նախագահական ինստիտուտի նկատմամբ այս անվստահությունը ունենում է բավականին լուրջ հետևանքներ։ Այժմ վերանում է ուրեմն այս խնդիրը եւ նախագահն ընտրվում է ազգային ժողովի մեծամասնության կողմից եւ դու գիտեք որ բավականին լուրջ քննարկումներ նախնական տարբերակում առաջարկվում էր ուրեմն փոփոխություններով որովհետեւ նախագահն ընտրվի ընտրիչների ինստիտուտի կողմից եւ Բարգավաճ Հայաստանը ինչու՞ չէ նաեւ Հայ-Աղաբական Դաշնակցությանը մենք մեր դիրքորոշումը հստակ նա էր որ չէր կարելի այդ ընտրիչների ինստիտուտի բանը թողնել եւ ուրեմն առաջարկվեց եւ այդ առաջարկությունը ընդունվեց որ դա միարժեք այդ լիազորությունը տրվեց ազգային ժողովին եւ սա շատ կարեւոր կարծում եմ որ փոփոխություն էր ռադիկալ փոփոխությանը ենթարկվեց սահմանադրության այն տարբերակը որ ներկայացվեց ազգային ժողովին եւ այն տարբերակը որ ըստ էության հոկտեմբերի 5-ին ընդունվեց այս կարծում եմ որ քաղաքական ուժերի պատասխանատվության լուրջ պատասխանատվության եւ քննարկումների արդյունքում էապես բարելավ եւ շատ ավելի դրույթներ, որոնք անընդունելի են, դառան ընդունելի։